Սրանք բոլոր հավելումներն են, որոնք ես օգտագործում եմ ընդհանուր առողջության ու մկանային աճի համար, մաս առաջին՝ կաֆեին։ Կաֆեինը երևի ամենատարածված կենտրոնական նյարդային համակարգի ստիմուլյանտն է, որը հատկապես հայ իրականությունում շատ է օգտագործվում։ Այն բլոկավորում է ադենոզինի ռեցեպտորները ու նաև շատացնում է դոպամինի ու նորադրենալինի արտադրությունը, ինչի հաշվին կարող օգնի համ կոգնիտիվ ֆունկցիաների, օրինակ զգոնությանը, ու նաև օգնի ֆիզիկական ակտիվությանը։ Թե ինչքան է պետք կաֆեին օգտագործել, կախված է հիմնականում նրանից, թե դու ինչ նպատակով ես այն օգտագործում։ Օրինակ կոգնիտիվ ֆունկցիաները բարելավելու համար մոտ 100-ից 200 միլիգրամը բավարար է, բայց ֆիզիկական ակտիվությունը բարելավելու համար, օրինակ պարապմունքներից առաջ մի փոքր ավելի բարձր դոզաները ավելի մեծ էֆեկտ են ունենում։ Օրինակ մարմնի 1 կիլոգրամ զանգվածի համար 3-ից 6 միլիգրամ կաֆեինը այդ լավ ռեյնջը։ Ու համեմատելու համար մի էսպրեսոյի բաժակը մոտավոր մի 110 միլիգրամ կաֆեին է պարունակում։ Կաֆեինը կարող օգնի ավելի լավ պարապել ջիմում, քանի որ մեր ընկալված ջանքի մակարդակը իջնում է, այսինքն կոպիտ ասած ավելի շատ ջանք գործադրելը ջիմում ու ավելի բարձր ակտիվացիայի մակարդակի հասնելը մկաններում ավելի հեշտ է դառնում։ Սակայն կարևոր է նշել, որ կաֆեինը շատ երկար ժամանակ է մնում օրգանիզմում ու մոտ 5 ժամ է հարկավոր, որպեսզի նույնիսկ կաֆեինի կեսը դուրս գա օրգանիզմից։ Ու նաև այս թիվը բոլորի համար նույնը չի, գենետիկայից ու որոշ այլ ֆակտորներից կախված կաֆեինի մետաբոլիզմը կարող է նույնիսկ ավելի երկար տևի։ Դրա համար ես երբեք խորհուրդ չեմ տա կաֆեին օգտագործել օրվա երկրորդ կեսում ու ցանկալի է մենակ առավոտները օգտագործել, որպեսզի քնի վրա բացասականորեն չազդի։ Նաև շատ կարևոր է նշել, որ կաֆեինը պետք է սահմանափակ քանակի օգտագործել հղիության ժամանակ, ու բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս, որ 200 միլիգրամից ավել օրը չարժի օգտագործել, որովհետև այս նույնպես կարող է բացասականորեն ազդի հղիության վրա։ Առհասարակ ես անձամբ նախընտրում եմ կաֆեինը փիլերով օգտագործել, որովհետև սենց ավելի ճշգրիտ կարաս դոզան հաշվարկես ու նաև կոֆեն ատամները դեղնացնում է ու ինձ առանձնապես շատ դուր չի էլ գալիս, բայց կոֆեով ստանալը նույնպես լավ վարիանտ է։